նոր նայում եմ Արա Պապյանն էլ ա գրել միայն Բևերը կարող է Ղարաբաղի հարցին լուծում տալ։ Ընտրեք մեզ եւ մեր վարչապետի տեխնացուն է ինչ էր Ավետիսյանը ինչ այն որ բանտում նստած է։ Հիմա Ժողովուրդ ջան ինչի համար եմ ասում մեր պատգամավորները չաշխատեցին ես իրենց այս բանը 4 տարի է ասում եմ 4 տարի անձնականներին եմ գրում բան եմ ոչ մի բան ուրեմն ամբողջ աշխարհում է համարյա եթե մարդը քրեական գործ կա վրան նա չի կարա պատգամավոր դառնա չի կարա ընտրվի պատգամավոր չեմ ասում վարչապետ այն մարդը բանտում նստած է ասում մեր վարչապետը նա ասենք թե նրան 8 տարի տվել են արդեն 3 տարի է 4 տարի է նստած է ասենք թե ընտրվեցին Բևերը նրան բանտից բերում են վարչապետ հա նշանակին Ժողովուրդ ջան մեր պատգամավորները ոչինչ չարին դաշտը մաքուր պահելու համար հասարակ մի հատ օրենք այլի չընդունեցին միլիոն անգամ ես իրանց ասել եմ գրել եմ չգիտես ինչու չեն ընդունում նման օրենքներ չգիտես ինչու լննայեք արդեն ունեն քանի հատ վարչապետի տեխնացու Քոչարյանը, Ավետիսյանը, Մյուսնովա, մի հատ էլ կար, չէ ոնց որ, Սամվել Կարապետյանը, եկել Նիկոլ Փաշինյանը, 4 հատ վարչապետի տեխնացու այսօրվա դրությամբ ունենք, 3-ի վրա քրեական գործ է բացառած, հասկանում եք, 3-ի վրա քրեական գործեր կա, մեկը բանտում է, մյուսը տնային կալանքում է, մյուսն էլ առավոտի ծիրիգու դատարաններում ցուցմունքներ է տալի, վրան էլ միլիարդներ, ու այդ մարդիկ ուզում են վարչապետներ դառնան, լավ, հարգելի պատգամավորներ ջան, Ալեն Սիմոնյան ջան, մի հատ օրենքը դժվար էր ընդունել, որ քրեական հեղինակությունները, քրեական ով որ գործերը անցնում, բան նրանք չեն կարա պատգամավոր լինեն եւ վերջ։ Մարդիկ հույսերը կտրեն, չէ։ Հիմա այդ մարդուն այսքան ասում եք, այս ինչա Ռուսաստանի քաղաքացի է, իրավունք չունի, բայց նրանք առավոտի ծիրիգու ասում են Սամվել Կարապետյանը մեր վարչապետն է լինելու։ Հա, ինչ չեք արգելում, դες բան ասեն։ Պարգել եք։ Ասեք չի կարելի սուտ խոսալ, չի կարելի սուտ բանել տարածել։ Մի ձև գտեք էլի, պատգամավորներ եք, չէ։ Ձեր ձեռը չի ամեն ինչը, ինչ որ մի բան պակաս է։ Բայց ժողովուրդ այսքան բանը տվելա ձեզ այդեր ցավը տանեմ։ Բարեք էլի։ 4 հատ վերջապետի տեխնացուից 3-ը բանտերում ու տնային կալանքներում ու դատարաններում քաշ են գալի։ Ու դրանք լինելու են վարչապետ, իրավունք ունեն դառնան վարչապետ, հա։ Հիմա ես հասարակ մարդ եմ, եթե ես իմ բանը դնեի, որ ես վարչապետ դառնամ, մի ձև էի գտել ինձ ասել, գնա ձեր տուն, սա քո տեղը չի։ Չէ։ Այդ ձեր ցավը տանեմ, լավ էլի, պատգամավորներ ջան, ախր դուք պետք է աշխատեք։ Ես գիտեմ, ինչու չեք նման օրենքներ ընդունում։
3-4 օր առաջ վարչապետը մտնում է այդ ինչա վանքը այն երիտասարդի միջև այդ երիտասարդին հարցնելը հետևից գոռում են դավաճան։ Ինչ չեք քրեականացնում այդ բառը 1000 անգամ ասել եմ, այ մարդ։ Ծաղրածու չենք ու, այ մարդ։ Ոնց ենք թույլ տալի մեր երկրի վարչապետի հետևից առավոտից իրիգու դավաճան։ Ինչքան կարելի է։ Դժվար է քրեականացնել, որ ոչ մեկը չասի, չօգտագործի այդ բառը։ Իմանալու են, որ քրեորեն դատապարտվելու են, չեն ասելու։ Դավաճան բառը իրավունք ունի միլիոն անգամ ասել եմ, Գևորգ Պապոյան ջան, քեզ անձնական գրել եմ, ասել ես դու ճիշտ ես։ Դու ինձ լիչն ասել ես, այո դու ճիշտ ես, դե չգիտեմ ինչ չեն ընդունում նման օրենք, դու ինքդ ինձ ասել ես։ Արա դե ձեր ցավը դանեմ։ Չգիտեմ ինչու չեք անում, դա դժվար բան է։ Եթե դժվար բան է, ասեք չէ, դա հնարավոր չի, մի անգամ բացատրեցեք։ Պատգամավորը ինչի համար է, ժողովրդի կամքերը, ժողովրդին պետք է լսի, ժողովուրդը ինչ է ուզում, ու մտածեք այդ թեմաներով, այդ բաներն անեք, ախր արեք էլի։ Ինչ ասեմ։ Լավ մնացեք ժողովուրդ ջան։ Մյուս անգամ 26 թվի պատգամավորները նորերը որ գան, նրանց առավոտից իրիգու խելք ենք ցույց տալու։ Ուրիշ ձև չկա, առավոտից իրիգու խելք ենք զաստավիտ ենք անելու աշխատեն։ Սենց դաժանորեն ենք զաստավիտ անելու։ Էլ նախկիններից չենք խոսալու, հիշեցեք։ Եկակ իշխանության, նախկին չկա, ձեզ ենք սենց ստիպելու ենք, որ աշխատեք, օրենքներ գրեք, հլա ստիպելու ենք այդ օրենքն էլ վերացնեք, այդ պարգևավճարների, որ դա ընդհանրապես չլինի կառավարության համար, թող լինի զինվորականների, ընդեղ բյուջետային են սովորական աշխատողների 13-րդ աշխատավարձ, ձեզ համար ոչ, միանգամից ձեր աշխատավարձը որոշեցեք բարձրացրեք, այդ պարգևավճարների օրենքը ձեզանից հանեք, դա ձեզ վարկաբեկում է, այդ օրենքը, ձեզ մեր իշխանությանը վարկաբեկող օրենք է, վարկաբեկող, ոչ մի կառավարության անդամ, ոչ մի պատգամավոր, դրանք պետք է այդ օրենքից չօգտվեն, բարձրացրեք աշխատավարձը օֆիցիալ, 500 եք ստանում, միլիոն սարքեք, միլիոն եք ստանում, 1,5 միլիոն սարքեք, բայց այդ պարգևավճարների օրենքը վերացրեք, դա պետք է չլինի, եւ վերջ, ձեզ համար, հասարակ, աշխատողների, ֆաբրիկաներում, բանում, նրանք պետք է ստանան 13-րդ աշխատավարձ, որ յոլա գնան, ձեզ յոլա գնալը պետք չի, դուք նենց ապրում եք, լավ մնացեք ժողովուրդ ջան, հաջորդ պատգամավորները չեն քնելու գիշեր-ցերեկ, ես խոսք եմ տալի, թույլ չենք տալու, ժողովուրդը ինչ ուզում է, այն էլ պետք է անեն, չէ, լավ օր չեն տեսնելու, էլ նախկիններից բանից ասում եմ, խոսող չի լինելու, ոչ մեկը, ոչ մի մարդ, ես անձամբ չեմ խոսալու, ոչ մեկից, վերջ,